առումով կրթում է։ Մենք խոսում ենք այն մասին, որ վաղային որքան է ուշադիր պարային խմբերի առհասարակ ես գիտեմ, որ նաև մի հեռուստասերիալի, չէ, հետ կապված սխալ հայկական տարազով էին նկարվել եւ Վահեն լուրջ դիտարկում էր արել եւ բայց ինչի՞ մենակ հեռուստասերիալի։ Չէ, նկատի ունեմ այդ մեկը ոնց որ իմացան էլի տարածվեց ու բոլորը շտկեցին եւ ընդունեցին ու լսեցին Վահային, որ դա հայկական տարած չէր, այլ սխալ ուղղության տարազ էր ու առհասարակ ինքը նաև պարային խմբերի հայկական նախշերին էլ է ուշադրություն դարձնում եւ ցուցումներ է տալիս բացվեց այդ թեման ուղղակի ասեցի ասեմ ինչի մասին ենք զրուցում իսկ մենք անցնենք առաջ ցրել հեռուստադիտողներ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում մայիսի 17-ից թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում բացվել է Սամվել Սևադայի գեղանկարչական ստեղծագործությունների կույսի համաստեղություն խորագրով հետահայաց զարդից հետաքրքիր էր էլի ցուցահանդեսը այս մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ Դավիթը կներկայացնի Սիրով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռոզաննա Բադալյան Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ ՀՊՄՀ պրոֆեսոր Սևադա արտ ստուդիոյի ղեկավար Սամվել Սևադան է մեր հյուրը բարև ձեզ բարի լույս շնորհակալ ենք որ մեր հյուրն եք ինչու կույս համաստեղության որովհետեւ ես կույս եմ Իմացար իմ կույսի համաստեղության տակ եմ ծնվել մենակ դա ուրիշ ոչինչ նույնիսկ առանձնապես բան պետք չի փնտրել Ես եմ մտածում մի առողջվածային բան կա հեսա ինձ էլ կա առողջվածային բան կա որ գնաս գործերը տեսնես առողջվածային առողջված այդ կույսի համաստեղությունը չմենակ այլ բոլոր համաստեղությունների տակ ծնվածները ինչ որ չափով իրար նման են նմանություններ կան ներքին անհասկանալի Այլապես այդ բանը այդպես չէր տարածում գտնի ամբողջ աշխարհում դեռ հնագույն ժամանակներից եւ դրա մեջ ես էլ մի քիչ ուսումնասիրել եմ զգացել եմ որ դրա մեջ ճիշտ բան կա Հա այսինքն եթե դու ճանաչում ես համաստեղություններին կարող ես որոշակի կարծիք կազմել այդ համաստեղության տակ ծնված մարդու մասին Չէ ասենք այդ համաստեղության տակ ծնվածների նույն տեսակի մարդիկ նույն բնավորության օրինակ առանցքային ինչ որ բաներ ունեն Այո առանցքային շատ բաներ ունեն որ իրար նման են այդ ժամանակվա ծնված մարդիկ, այդպեսի բան կա դրա եւ իսկապես ես ուղղակի հավատում եմ որ կա որովհետեւ ինչքան որ ես ուսումնասիրել եմ ժամանակ այսին կարճ ու երկար տարիների ընթացքում հասկացել եմ որ այդպեսի բան կա Հիմա ճիշտ է որ իրենք շեղված են մաքրության վրա Կույսերը չէ այդպեսի բան չկա ոչ առաջին անգամ եմ լսում որ շեղված են Կույսերը ավելի հավասարակշռված են կույսերն ավելի ընդհանրապես կույսի համաստեղության տակ ծնվածներն ավելի հանգիստ եւ կշռադատված ավելի վառ երևակայության տեր տարբեր ասենք տարբերվում են շատ մյուսներից ասենք կշռքի համաստեղության տակ կամ արյուծի ավելի եւս արյուծը չնայած հարևան է բանով ժամանակներով չէ ասենք օգոստոսի վերջ սեպտեմբերից քիչ բան այդպես բայց արյուծները ավելի կրակոտ են ավելի ինքնա սիրահարված բան այդպես մի խոսքով տարբերություններ կան էլի չգիտեմ դուք որ համաստեղության տակ եք Դուք եք գիտեմ այո որ բայց բացարձակ չէր բռնում ոչ մի հասածը չէր բռնում ես չի ասի թե ես հանգիստ եմ բնավորությամբ հավասարակշռվածության մասին էլ չգիտեմ գուցե կողքից կասեն բայց ես ամենասպան ամբողջ համացանցն է անգամ ողողված դրանով որ կույսերը տենց շեղվել են մաքրության վրա իրենց կենցաղում պիտի տենց լինի ծայրահեղ են ամեն ինչի մեջ պահանջների մեջ նման բաներ կա նման բան չափի մեջ կույսերը շատ չափավոր են ավելի հա ինձ մենակ հույս է տալիս եմ մի բանը կարիճ խնդրեմ կարիճները ծայրահեղ են կարիճ աղջիկների մասին այո տենց ասում են ինձ թվում է Դավիթի բախտն է բերել իր համաստեղության մասին վատ բաներ չեն ասում օրինակ խոյ Դա ինչ կա որ ինչ ասեմ Անցնենք ցուցահանդեսին իսկ թվում է այսքան հատվածը հաստատ բոլորին հետաքրքիր էր հեռուստադիտողների Ոչինչ Չէ բայց ես քեզ ասում եմ որ ինձ համար Չէ իրականում ես կարծում եմ որ եթե առյուծները մի քիչ էլ խաղում են այդ ուժը այդքան էլ տենց ուժ չկա բայց այդ Չէ արյուծ կանայք վախենալու են վտանգավոր են Իսկ թվում է կարիճ կանայք են վախենալու Չէ արյուծները ահավոր են Ընդհանուր կանայք վախենալու են վտանգավոր են ես կարիճ կանանց Ինձ վստահ եք ես կյանք տեսած մարդ Բրավո Հիմա անդրադառնանք ցուցահանդեսին ինչ հետաքրքիր բան է սպասում ովքեր կհասցնեն գան մենք արդեն դիտողություն ստացանք ինչ չենք եկել կփորձենք այս անգամ Դիտողությունով չեք փրկնում
ստանում, որովհետեւ պետք է գաք, որովհետեւ ցուցահանդեսը մինչև ամսի 1-ը հունիսի բաց է։ Այնպես որ դուք այդ թանգարանում եղել եք։ Որ Աբովյանի Աբովյան քաղաքի հայ եւ ռուս ժողովրդի։ Աբովյան քաղաքի։ Աբովյան քաղաքի։ Չէ, այդպիսի պատկերասրահ Հայաստանում գոյություն։ Ես լսել եմ, որ ասում են այո, շատ Չէ, մենակ դուք տեսնեք զարմանաք, որ այդպիսի պատկերասրահ կա, որը լուսավորությունը իմիջիալից ասեմ զենիթային լուսավորությունը վերևից եւ արտակարգ եւ հետո հագեցած է ինքը բոլոր այդ սպոտլայթերը, բաները, որոնք որ ուղղորդված են նկարների վրա, բան եւ այլ ամեն ինչով եւ զարմանալի գեղեցիկ պատեր ունի այդ թանգարանը եւ տեղավորվում է շատ օրինակ հենց իմ ցուցահանդեսում 86 նկար է կախված եւ լավ շնչում է եւ լավ ես նույնիսկ երեքին զանգել էր ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակիցներից մեկը եւ ասաց որ էքսպոզիցիան ֆանտաստիկ է քո ցուցահանդեսի վերջին 20 տարիներում մենք այդպիսի էքսպոզիցիա չենք ունեցել էքսպոզիցիան այսինքն նկարների դասավորությունը եւ ընդհանրապես Դուք եք որոշել դասավորությունը Ես փորձված եմ ես շատ ցուցահանդեսներ եմ արել ոչ միայն ես 30-ից ավել ցուցահանդեսներ ունեմ անհատական շարժված 2-3 այդքան իմ ուսանողների իմ աշակերտների ցուցահանդեսներ խմբակային ցուցահանդեսներ եւ այլն ուզում եմ ասեմ փորձված եմ այդ բանը էքսպոզիցիա անելու նկարներ այդ կախելու դասավորելու դա լուրջ աշխատանք է ինքը Ես գիտեմ որ մարդիկ կան որ նկարը ոնց ուզես կախես մարդկանց ովքեր պիտի գան այդ լուսավորությունից կապված իհարկե նաև մտքի գաղափարի հետ կապված այնտեղ հարցեր կան, չէ՞ որ տրամաբանական եւ գունային լուծումներ, եւ մտքի հետ կապված, եւ ասենք ժամանակագրական առումով ամեն տեսակի բաներ կա։ Օրինակ հենց ժամանակագրական Ռուզաննան ճիշտ ասում։ Քանի որ իմ ցուցահանդեսը ռետրոսպեկտիվ է, այսինքն հետահայաց։ Այդ վերջին 50 տարիները, որ ես սկսել եմ աշխատել Աբովյան քաղաքում, այդ 50 տարիների հեռավորության նկարներ կան այնտեղ նույնիսկ։ Այսինքն մենակից վերջի ժամանակների չի։ Դրանով բանա ռետրոսպեկտիվ է ցուցահանդեսը եւ այդպես էլ կախված են նկարները։ Այսինքն սկսվում է 50 տարի առաջ նկարած նկարներով։ Ընդ Ռուզաննա ջան, ինչպես որոշեց, որ վարպետի անհատական ցուցահանդեսը պետք է լինի ձեզ մոտ։ Շատ այսպես պատահական ես թանգարանի պատմությունն էի ուսումնասիրում իմիջիալոց պարոն Սևադան մեր թանգարանի առաջին տնօրենն է եղել հիմնադիր տնօրենը ու այդպես ինձ շատ հետաքրքիր էր թանգարանի պատմությունը առհասարակ հանդիպեցինք այսպես խոսքի մեջ ես առաջարկեցի որ անպայման մեզ մոտ ցուցադրություն կազմակերպվի Եվ որոշեցինք հենց գեղանկարների ցուցադրությունը, որովհետև պարոն Սևադան բացի գեղանկարիչ լինեց, նաև բոլորդ գիտեք, որ նաև ֆոտոնկարիչ է։ Այո, որոշեցինք եւ այսպես իրականացրեցինք, անընդհատ իմիջիալոց ձգձգվում էր, տարբեր ցուցադրություններ ունեինք մենք այդ ժամանակահատվածում ու որոշեցինք, որ հենց թանգարանների գիշերը, որպեսզի կարողանանք ավելի այսպես լայն ընդգրկուն մշակութային արվեստասեր հասարակությանը այդ օրը բերել թանգարան որովհետև միշտ բոլորը աշխատում են, ժամանակ չեն հատկացնում նմանատիպ ցուցադրությունների համար, իսկ թանգարանների գիշերը շատ լավ հնարավորություն էր, որ ամբողջ գիշեր կարողանան մարդիկ այցելել եւ տեսնել այդ հիանալի ցուցադրությունը։ Իսկ այցելությունները ո՞նց էին Աբովյան քաղաքում։ Այդ օրը 250 այցելու ենք ունեցել մոտավոր։ Ինչը աննախադեպ էր ընդհանրապես թանգարանների գիշերը Աբովյանում այդպես ակտիվ չի եղել, որովհետև մարդիկ հիմնականում Երևան քաղաքում են գնում, ավելի մոտիկ թանգարաններ, գծում են իրենց այսպես քարտեզը, որպեսզի ավելի շատ թանգարաններ այցելեն այդ օրը, բայց կոնկրետ Աբովյանում այդ օրը իրոք մարդը շատ էր, շատ հետաքրքիր էր, իմիջիալոց երաժշտական համարներ էլ կային եւ շատ լավ անցավ։ Մի խոսքով տոն էր։ Տոն էր, այո, այդ օրը տոն էր։ Այդ օրը հաջորդ օրն էր նաև թանգարանների միջազգային օրն էր, որ եւս այսպես շարունակական եղավ, բայց կոնկրետ թանգարանների գիշերը, այո, տոն էր։ Եվ սպասում ենք, որովհետև մինչև հունիսի 1-ը ցուցադրությունը բաց է լինելու, կարող են մարդիկ գալ, նայել, այդ հնարավորությունը բաց չթողնել։ Իսկ ծանոթ էին աշխատանքներին, նրանք ովքեր գալիս էին, գիտեին, ուր են գալիս, ինչ պիտի տեսնեն, թե շատերի համար բացահայտում էր։
Դե ովքեր որ այդ օրը եկել էին, ծանոթ էին պարոն Սևադայի նկարներին հիմնականում, բայց շատերն էլ անակնկալ էր իրենց համար, այո։ Ես շարունակեմ, որ այդ նկարների 90%-ը առաջին անգամ էին ցուցադրվում, ընդհանրապես չէին ցուցադրվել, որովհետև վերջին տարիներին Հայաստանում գտնվելու հայրենիք վերադառնալուց հետո ավելի շատ լուսանկարչությամբ էի ցուցադրվում։ Նկարում էի գեղանկարչական գործեր, բայց ցուցահանդեսներին չէի մասնակցում, չէի ցույց տալիս, մի տեսակ այդպիսի վիճակ էր ինձ մոտ էլի, բայց հետո արդեն այս վերջի ժամանակներս արդեն որոշել էի եւ հիմա այդ ցուցահանդեսները շարունակական են լինելու Աբովյանից հետո, քանի որ Աբովյանը ինձ համար այդպես հարազատ քաղաք է, այն իմաստով որ 50 տարի առաջ ես ճիշտ ուղիղ 50 տարի առաջ 75 թվից ինձ նշանակել են Աբովյանի նկարչական դպրոցի տնօրեն, հետո թանգարանի տնօրեն, հիմնադիր տնօրեն եմ եղել երկու դեպքում էլ եւ դրանից հետո գնացի արտասահման բան եւ իմ նպատակը հենց Աբովյան քաղաքում ցուցադրվելն էր եւ արեցինք դա ցանկալի կլիներ որ աբովյանցիներն իհարկե շարունակեն գալ ավելի ակտիվ լինել Երևանից էին ավելի շատ հյուրերը կարելի ասել դիտողները արվեստի գործիչներ էին հիմնականում ճանաչված շատ մարդիկ կային որոնք որ եկել էին ուղղակի իրանց ընկերոջ ցուցահանդես են նայելու բայց մենք կուզենք որ ժողովուրդը գա մասնակցի ընդհանրապես ոչ թե մենակ իմ ցուցահանդեսին ընդհանրապես արվեստագետները կարոտ են, որ իրանց գործերը, իսկ դա դասիրակցական նշանակություն ունի։ Մենք ուզում ենք, որ օրինակ դպրոցներից բերեն Ես էի ուզում հարցնեմ, դա լուրջ խնդիր է։ Դե շարժում չկա այդպեսի։ Զորով չեն անում։ Պետքա այդ մտածողությունը պետքա արմատացած լինի մեր ժողովրդի մեջ։ Բայց հիմա կարելի է նաև զորով էլ անել։ Դպրոցական ծրագրում երեխաներին պարտադիր պետքա գնալ։ Զորով չենք ուզում։ Զորովը սխալ է, որովհետև պետքա Դե երեխան չգիտի ինչ է, երեխին ուր տանում են ինքը գնում է, հիմա նշանակություն ունի, տանում են իր համար մանկական երկաթուղի, թե մանկական պատկերասրահ կամ չգիտեմ որևէ միտեղ։ Իհարկե պետքա դա ծրագրավորված լինի այդ աշխատանքը։ Հետաքրքիր է, շատերն ասում են, որ ահագին ակտիվ են հիմա մարդիկ թանգարաններ այցելելու, առհասարակ արվեստի մեջ լինելու, թատրոններ հաճախելու։ Գիտեք, որը որ շատ է Հիմա օրինակ Անահիտի գլուխը այնքան պրոպագանդեցին, որ ամբողջ ազգը ոտքի կանգնել, որ նորից ավելացրեցին։ Դե գուցե PR-ը ճիշտ է։ Եվ 5000 դրամ էլ մուտքի վճարն էր, որը այսինքն չլսված թիվ է, էլի։ Այո։ Միատարսան Բայց այցելությունն էլ ինչ որ աննախադեպ այցելություն ունեցավ այո։ Նայես թե ոնց են ռեկլամում, էլի ոնց են պրոպագանդում, ոնց են գովազդում այդ որևէ մի բան։ Դե վարպետ հիմա այդ ժամանակահատվածն է սոցիալական կայքերում շատ պարտադիր է, շատ կարևոր է, որ Դե ված չի որ իրականում թանգարանը ամեն ինչ անում է, որ դեմ չեմ, թող որ ճիշտ PR-ին շատերը ցույց են տալիս, որ իրանք արվեստ սիրում են, շատերը ցույց են տալիս, որ իրանք գնահատում են այդ արվեստը, բայց հետո գրում են վարպետ ջան ներողություն, որ չկարողացանք գալ։ Ու չեն էլ գալիս, չեն էլ մասնակցում, որովհետև հետաքրքրությունների այլ շրջանակներ կան, որոնք որ մարդկանց ավելի գրավիչ են, ավելի հետաքրքիր են։ Հիմա մենք ասում ենք, մենք արվեստոտ ազգ ենք, բայց ցավոք սրտի նկարիչների միություն գնացեք տեսեք, քանի մարդ է մտնում օրական։ Շատ քիչ անդամ, ես հաճախակի եմ գնում, իհարկե ցուցադրություններ ա լինում, որ գնում եմ, բայց այստեղ նաև ինձ համար շատ կարևոր է, որ մենք ասում ենք, մենք արվեստասեր հասարակություն ենք, երևի թե այդքան մենք չենք խոսում ավելի շատ հասարակության մասին, ավելի շատ մենք խոսում ենք, թե տարեկան, չգիտեմ, կրթական համալիրներից ինչքան տաղանդավոր նաև արվեստագետներ են դուրս գալիս, մանավանդ Գեղարվեստի ակադեմիան, թե Լեմեզյանը, թե այդ ինչ տաղանդեր ա տալիս, ես անկեղծ ասած ապշած եմ, ֆանտաստիկ տաղանդավոր երիտասարդներ կան, ես ցուցադրությունների նկարիչների միությունում բարբերաբար գնում եմ եւ դա ուղղակի շատ մենակ այնտեղ չի, ասենք, մեր ընդհանրապես մեր ազգը, մեր ժողովուրդը ես քանի որ ասում եմ, կրկնում եմ 50 տարի այդ գործի մեջ եմ, միշտ հիմա էլ ես շատ աշակերտներ ունեմ, ուսանողներ ունեմ համալսարանում, որոնց հետ աշխատում եմ, մենք արվեստը ոնց որ մեզ համար է, մեզ հետ է ծնվել։ Ես Միացյալ Նահանգներում նկարչական դպրոց ունեի, մեծ 120 աշակերտ ունեի այնտեղ եւ աշխատում էի
ամերիկացիները զարմանում են, որ այս երեխեքին հանում էին փողոց նկարելու, դնում էին նկարելու, քելագարվում էին մեր երեխեքը եւ տեսքից հետաքրքիր է, չէ՞, սիրուն աչքեր հայ երեխեքը բան եւ շատ տաղանդավոր, շատ տարբեր, ասենք իրանց նկարչությունը բան ավելի գծային, ավելի գորշ, ավելի մեկ էլ մեր երեխեքը դնում են կարմիրներ են շփում կտավի վրա, բան նկարում են գունեղ, հետաքրքիր, բան տարբեր եւ ընդհանրապես շատ տաղանդավոր են մեր երեխեքը։ Հարցը նրանումն է, թե ինչ դաստիարակություն են ստանում հետագայի համար, էլի, դա խնդիրը։ Մենք ընդհանուր դաստիարակության մասին ենք խոսում, որ ասենք մշակութային ձեռնարկներին լուրջ մասնակցություն, էլի, եթե օրինակ ասենք ցուցահանդես ենք բացում, չէ՞ մանկական։ Այդ երեխեքի ծնողներն են գալիս ու այդ երեխեքի ընդամենը։ Այսինքն այն համազգային այդ բանը չկա։ Օրինակ ասենք շատ տարիներ առաջ ես կինոյում էի աշխատում, Էստոնիայում ֆիլմ էի նկարում եւ Էստոնիայում էլ իմ անհատական ցուցահանդեսը բացվեց։ Այնտեղ ես գնում էի համերգների բացօթյա։ Տալինում կամ ասենք Վիլյանդի քաղաք կար։ Կարող անունն էլ ասած չլնեք, այդ փոքր քաղաք է։ Բայց այդ ինչ երգչախմբային բաներ ունեին բացօթյա։ Երգչախմբերը երգում էին, ժողովուրդը լիքը նստում էր, հետո փողային նվագախմբերն էին նվագում, որին մենք կարոտ ենք մնացել։ Օրինակ ես գյումրեցի եմ, ես հիշում եմ, որ Գորկի Սատ կա, այդ Գորկի Սատում այդպեսի ծածկի տակ փողային նվագախումբը նվագում էր, դուխավիկները այդպես ասած, էլի դուխավի օրկեստրը։ Ֆանտաստիկ բան էր։ Հիմա սա վերացել է։ Ես ժամանակին Երևանի գլխավոր նկարիչն էի, 3 տարի աշխատեցի 96-ից 98 թվերի վերջը։ Այն ժամանակ ես էլ շատ առաջարկեցի, ասի բերեք կոնսերվատորիայի այգում գոնե դնենք մի հատ բան սարքենք, որտեղ ամեն օր երաժշտական բաց երգչախմբեր կան Հայաստանում, թող գան այդտեղ կանգնեն երգեն երեկոյան ժամերին, դուխավոյ օրկեստրները թող գան նվագեն։ Հա, դաշնակահարներ, բանը բացօթյա անվճար, որ ժողովուրդը գնա։ Չկա մինչև հիմա այդ բանը, չի արվում։ Այդ հասարակ բանը, էլի մարդ բոլոր երաժիշտներ ուրախությամբ կգնան անվճար կնվագեն, կերգեն այդտեղ ելույթներ կունենան, հա? Ինչ որ չի արվում այդ բաները, պետք է պրոպագանդել կամ չգիտեմ ինչ։ Բայց կարծում եմ այդքան անվճարի խնդիրը չի, որովհետև տեսեք ընդհանրապես յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը թանգարանները բաց են այցելուների առաջ, այսինքն մուտքը անվճար է ու օրինակ թանգարանների միջազգային օր, թանգարանների գիշեր, շատ օրեր կան, որտեղ անվճար է։ Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն է անվճար թանգարաններ։ Պետք է հետևողական լինեն թե դպրոցները, թե ծնողները, ընդհանրապես երեխաներին տանել թանգարան, որովհետև մշակույթի միջոցով են երեխաները կրթվում, ինչքան էլ դաս սովորեն, այդ դաս սովորելը այդ Էնչի։ Այո, պետք է մշակութային կրթություն ստանալ, հոգևոր սնունդ ստանան երեխաները։ Երեխաները այո, ձևավորվում են մշակույթով։ Մենակ այստեղ կրթվելը չի, նաև ձևավորվելը շատ կարևոր է, որ ինքը տեսողական հիշողությունը նաև զարգացնի։ Այ կարևոր կրթությունը դա է հենց։ Դե հա, իհարկե։ Ես դրա համար եմ ասում, փոքր տարիքում երեխաները, ես եթե հիշում եմ 90-ականների իմ դպրոցական տարիները, ես դե ինչ էի հասկանում ներկայացումից։ Թատրոնից ինչ էի հասկանում, մեզ ասում էին շաբաթ օրը պետք է գնանք թատրոն, մանկական ներկայացում կա։ Ես գնում էի այնտեղ ու հասկանում էի, որ հայտնվել եմ մի ֆանտաստիկ աշխարհում, որը որ հետո իմ մտքերից արդեն դուրս չի գալի, ես անընդհատ սպասում հաջորդ ներկայացումը եւ ալինելու։ Դրա համար եմ ասում, պետքա ոչ թե ստիպողաբար բառը չեմ ուզում օգտագործել, ոչ թե պետքա ստիպողաբար լինի, այլ պետքա դպրոցական ծրագրի մեջ պարտադիր լինի, որ պետքա գնանք թանգարաններ։ Չգիտեմ, այս ամիս թանգարան ենք գրում, այս ամիս 2 ներկայացում ենք գնալու մանկական նայենք, մյուս ամիս պետքա գնանք, չգիտեմ, Գեղարվեստի ակադեմիա տեսնեք, թե ինչպես են քանդակագործները, օրինակ, իրենց արվեստանոցներում մնում է երեխաների հիշողության մեջ, մնում է իրենց երևակայության մեջ, այնքան շատ, ես հիշում եմ, որ ես փոքր տղա էի, նկարչական դպրոց էի գնում Լենինականում, եւ մեր մոտ ցուցահանդեսներ էին բերում, կախում նկարչական դպրոցը կենտրոնում էր քաղաքի, հետաքրքիր էր։ Ասենք լավ հիշում եմ, թե օրինակ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսն էին բերել լուսանկարչական, հետո նկարիչներ, հետո Սարյաններ եկել մեր դպրոց, կամ ասենք տարբեր նկարիչներ էին գալիս բան, եւ այդ բոլոր բաները վառ տպավորություններ էին տալիս, հասկանում եք, եւ այնքան լավ էր, որ այդ բաները կազմակերպում էին, հիմա էլ են երևի կազմակերպում, այդտեղ չի որ չկա, բայց հետաքրքրությունն է կորել, ավելի մի տեսակ
նյութական է դարել ամեն ինչը, ասենք հետաքրքրություն, ասենք երեխեքը ձգտում են գնան մեգամոլ, քան թե գնան, ասենք մի հատ ցուցահանդես նայեն կամ ասենք մի տեսակ այդ բանը մենք պետք է անենք, մեր մեծերը պետք է անեն, էլի այդ բանը պետք է կազմակերպել։ Դե ասում են, տեսնում են, սովորում են, այդ ուրիշ կերպ չի լինում։ Տանը ինչ բովանդակություն կա, այդ բովանդակությունով էլ մեծանում է։ Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրում է դպրոցներին աբոնեմենտային տոմսեր, որով մի թանգարան և մի թատրոն երեխաները կարող են այցելել այդ տոմսերով, այսինքն անվճար։ Այդ տոմսերը երբեմն մնում է, ուսուցիչները չեն օգտագործում, ժամկետն անցնում է եւ ես կոչ եմ անում բոլոր ուսուցիչներին, դպրոցներին, որպեսզի այդ տոմսերը օգտագործեն, տան երեխաներին, անգամ եթե չեն հասցնում երեխաներին դասարաններով տանել, այդ տոմսերը տան, որպեսզի երեխաները գոնե առանձին կարողանան իրենց տոմսերը օգտագործել, այցելել թանգարաններ։ Բացի այդ, իհարկե այցելությունների թիվը աճել է աբոնեմենտային տոմսերով, որովհետև երբ որ սկսում են այցելել, արդեն ձևավորվում է երեխաների մոտ այդ մշակույթը ու ուզում են այս անգամ այս թանգարան, մյուս անգամ այն թանգարան, արդեն ուզում են այցելել թանգարաններ։ Եվ ուսուցիչները պետք է դա ղեկավարեն, ավելի լավ կազմակերպեն, որպեսզի կարողանան այցելել, չկորցնեն այդ տոմսերով այցելելու հնարավորությունը եւ Սամվել Սևադայի ցուցադրությունը եւս կարող են աբոնեմենտային տոմսերով այցելել։ Քանի որ ժամանակը սուղ է, վերջին հարցը վարպետ, քանի որ երկար տարիներ Հայաստանում չեք ապրել եւ իհարկե նաեւ գործունեություն ծավալել, հիմա արդեն վերադարձել եք վերջ, թե էլի գնալու եք։ Ես արդեն չէ ուր եմ գնալու։ Չէ, ես արդեն դե մենք չենք էլ թողնում որ դուք գնաք։ Չէ, ես դա նույնիսկ որոշել եմ թե որտեղ եմ հանգստանալու։ Այնպես որ ոչ մի տեղ էլ չեմ գնալու, բայց հանգստանալը նկատի ունի երկարատև, էլի։ Հա։ Բայց հələ շուտ է, հələ դրա մասին։ Բայց Հայաստանը այդպեսի երկիր չկա լուրջ։ Հրաշք կա մեր Հայաստանը։ Ես Հայաստանում քարոթուփ չեմ թողել, նկարել եմ։ Հիմա մի քիչ ավելի արվեստանոցային է դարել իմ կյանքը, ավելի շատ նստում եմ արվեստանոցում նկարում եմ, առած շատ էի լուսանկարում Հայաստանը, չափից դուրս շատ։ 17 տարի է որ արդեն, 18 տարի է որ եկել եմ ու մտադրություն չկա գնալու։ Հիմա քանի որ ժամանակն էլ իսկապես սուղ է, մենք թույլ տվեք մի անգամ նորից կրկնենք մեր ցուցահանդեսը, քանի որ ցուցահանդեսը բաց է եւ կախված է, առաջարկենք մեր արվեստասեր հասարակությանը գան մեր ցուցահանդեսը, մեր թանգարանը նայեն, արվեստոտվեն, շատ մենք էլ կդիմավորենք իրանց լավ։ Այո, Աբովյանի հայ եւ ժողովուրդների բարեկամության թանգարան, բարեկամության հրապարակ, համար 5, այդպես։ Մինչև ամսի 1-ը բաց է։ Այո, մինչև հունիսի 1-ը։ Մյուս օրերը բաց է։ Մինչև ամսի 5-ը, մինչև ժամը 5-ը։ Իմիջայլոց հատկապես հիմա դասերն ավարտվում են արդեն ոնց ասած ավելի թեթև է ուսումնական, այո։ Կարային կազմակերպեին աշակերտները, չգիտեմ ինչու, որ տարիքից, հա, հիմա թող, չգիտեմ, 4-րդ, 5-րդ դասարանից սկսած թեկուզ, սկսեն այցելել, հատկապես այն երեխեք, ովքեր ուզում են ընդունվել, հա, չգիտեմ, գեղարվեստի ինստիտուտ կամ չգիտեմ, այդ գծով են կամ որևէ արվեստի այլ ճյուղով են ուզում զբաղվել, ինձ թվում է հաստատ իրենց առավել քան պիտի հետաքրքրի 11-12-րդ դասարանի աշակերտներին ընկերներով հավաքվել, դասընկերներով։ Ոչ միայն աշակերտներին, ուսանողները, որոնք արդեն այդ ոլորտում են սովորում, նկարիչներ, արվեստաբաններ, մշակութաբաններ։ Հիմա մեր դեպքում մենք համարում էինք, որ սա դաս է, այսինքն դա լրիվ մասնագիտական էր։ Մենք չէինք կարող ներկայացում բաց թողնել, որովհետև մենք պարտավոր էինք գնալ նայել եւ իրականում այդ առումով ես հիշում եմ Արմենին Մազմանյան ռեկտորին, որն ասում էր դուք ձեր ուսանողական տոմսով իրավունք ունեք անվճար մտնելու, եթե թույլ չտան կռիվ արեք, գնացեք նստեք աստիճաններին, որտեղ կպատահի, բայց դա գործ է, դա ուսման process է։ Հիմա եթե ինչ-որ մեկն էլ այս ուղղությամբ է որոշել գնալ եւ արդեն ուսանող է, սա արդեն ոչ թե վայելք է, իրականում սա պարտավորվածություն է։ Մենք խնդրում ենք որ գան, մենք առաջարկում ենք որ գան, որովհետեւ որ գան իրանց օգուտն է։ Իհարկե։ Այդքան մենք ուղղակի այս մասին խոսում ենք, որտեղ դա խնդիր է մեր հասարակության համար, այո։ Եվ իրականում կրթվելու ձևը ինձ թվում է նորաձև դառնում է մոտավորապես այսպես, ոչ թե բառերով կամ առհասարակ ինչ-որ մեր կենցաղային խնդիրները քննարկելով, որովհետև
Դե ես հասկանում եմ, որ հանրությանը հետաքրքրում է իրենց հատկապես կենցաղային խնդիրները, բայց եթե մենք խոսում ենք իրական կրթվելու նորաձևությունից, եթե կարելի է պես ասել, մեր երեկվա հյուրը լավ ասեց, չնայած մենք այդ մասերից կան խոսել ենք պարտադիր բանը ոչ թե։ Բայց իրականում պետք է ընդհանրապես այս տեսակ իրադարձությունները դառնան պարտադիր երեխեքի, ուսանողների, դպրոցների համար, իրենց ծնողների համար։ Դե եթե դպրոցը օրինակ որոշի դասերն ասեն մենք գնում ենք, ծնողը ես վստահ եմ մեծ բավականությամբ ու սիրով կուղարկի իր երեխային, իմանալով, որ որ ասում չի էլ կարող չգնալ, որովհետև դա ես իմիջիալոց հիշում եմ, մեր ժամանակ եթե մենք պիտի գնայինք ու չէինք գնում հանկարծ, մեզ գնահատում էին դրա համար երկու։ Այսինքն դու չես ներկայացել, նույն դասապրոցես էր, եւ եթե որևէ մեկը մտածում էր, որ դե լավ, դե գնում ենք, ասենք թե ինչու պատկերասրահ, ես էլ կմնամ տանը հիվանդ եմ, մեզ դրա համար գնահատում էին երկու, հետեւաբար ստիպված գնում էինք, ուզենք չուզենք, եւ ինչ որ առումով այդ տարիքում կրթությունը դարձնել ստիպողաբար, մոտավորապես, եթե կարելի է այդպես ձևակերպել, շատ ճիշտ բան է։ Ես երբեք չեմ համարում, որ մեթոդներ գտնել այդ երեխուն բերել այդ դաշտ, որևէ մեթոդ, հիմա այդ երկու նշանակ, հիմա չգիտես խի երկու չեն նշանակում, բայց դե որ նշանակեին լավ կլիներ։ Եթե օրինակ նորաձև հագնվել է, այսօր պարտադիր է, չէ, բոլորը ձգտում են նորաձև հագնվել, այո, նորաձևությանը հետևում են պարտադիր, պետք է կրթությանը հետևեն, կրթությունը դարձնել պարտադիր կրթությունը դարձնել, այո, ճաշակը փոխվում է իմիջիալոց եւ նորաձևությունից սկսում եք գլուխ հանել եւ ամեն մի դարաշրջանի եկած հիմարություն չեք դարձնում ձերը եւ կարողանում եք շատ լավ ֆիլտրել, որովհետեւ անշուշտ լինելու են լավ ու վատ, հասկացված չհասկացված ինչ որ բաներ, բայց եթե դու ուզում ես ֆիլտրել իմիջիալոց, այդ կտավը լավն է թե ոչ, նկարիչը լավն է թե ոչ, ու լավն է թե ոչը մի քիչ շատ բան է ասված, այսինքն հասկանանք նրա աշխատանքը կամ աշխարհը, սրա համար պետք է կրթվել, բայց այդ չեն կրթվում մենակ տենց մի կերպ հինգ ստանալով, հա, այդ կրթությունը այդ թատրոնն է, լավ կինոն է որակյալ, կատարելության ձգտելով, թանգարանն է, որովհետև դու սենց լայնամասշտաբ հավաքում ես քո համար այս տարիքում եւ հետո գալիս է մի տարիք դու այնքան լիքն ես եւ այնքան հետաքրքիր ես ու աչքերդ այնքան խոսուն են, որովհետեւ ճիշտ ժամանակին քեզ ճիշտ բաներով լցրել ես իրողություններով, այդ կրթություն է։ Դրա համար ասում եմ, ուսանողների եւ դպրոցական այդ կրթական կառույցների համար պիտի լինի նման տեղեր այցելել, ուղղակի պարտադիր պայման։ Ու գնահատվի վերջում, ով եկել է գնահատվել բարձր գնահատականով, չէ։ Անկամ կարելի է նստել, հետո քննարկել միասին, ունեք ինչ հասկացանք։ Այս տարի մենք թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում շնորհակալագրեր, պատվոգրեր հանձնեցինք թանգարանների բարեկամ հանդիսացող, բարեկամ համարվող որոշակի կառույցների, որոնց թվում նաև երկու դպրոցի, որոնք ամենաշատն էին այցելել թանգարան։ Այսինքն նրանք պարգևատրվեցին ամենաշատ աշակերտներ թանգարան բերելու համար։ Ու դա շարունակական է լինելու, որովհետև ինչքան ակտիվ լինի դպրոցը, այնքան ավելի շատ թանգարանի կողմից ուշադրության կարժանանա։ Հուսով ենք մնացած դպրոցները օրինակ կվերցնեն այդ երկու դպրոցից, մենք ձեզ շնորհակալ ենք, հաջողություն ենք մաղթում։ Մենք էլ ենք շնորհակալ։ Իսկ մենք ինձ թվում է բոլորս պետք է լծվենք գործի, աշխատենք, որն ինչ որ հիմա ունենք, դա վաղը չունենանք, ավելի լավ վիճակ լինի։ Այս պահին մեր եթերում գովազդ, որից հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։